Բարև ձեզ, Factor TV հյուրը արվելագետ Civilnet-ի տարածաշրջանային հարցերի փորձագետ Գյորգի Միրզաբեկյանն է, ողջույն։ Ողջույն։ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև ռազմական կոնֆլիկտը սուր վերսկսվել է եւ ամերիկյան կենտրոնական հրամանատարությունը հայտնեց, որ վերջին օդային գրոհները եղել են Իրանի ծովային կարողությունների, հրթիռների եւ ԱԹՍ-ների պայիսների վերացման, ինչպես նաև ափամերձ հսկողության կետերը հոբ համակարգեր վերացնելու նպատակով իր հերթին Իրանը հայտնում էր, որ թիրախավորել է ամերիկյան ռազմակայանների ռադարային համակարգերը Քուվեյթում, նպատակ ունենալով ըստ էության կուրացնել ամերիկյան հրթիռային հարձակումները։ Այդ էսկալացիայի ինչ ալիքի հետ այս պահի դրությամբ գործ ունենք եւ ինչու պատերազմը վերսկսվեց։ Շնորհակալություն։ Նախ արձանագրենք մի քանի փաստեր, առայն որ ինչպես շատ ճիշտ նշեցիք, էսկալացիան եւ ռազմական բախումների կողմերի միջև վերսկսվել են EHOK փոխհմբռնման հուշագրի, որին կողմերը հասել էին հունիսի կեսերին, եւ հիմա մենք ունենք այնպիսի պատկեր, որ երկուսը ամենօրյա ռեժիմով բախումների են ենթարկում, այսինքն հարվածներ են հասնում Միացյալ Նահանգները Իրանին եւ Իրանն էլ բնականաբար պատասխանում է փորձելով ցավեցնել կամ պատասխան գործողությունների դիմել թիրախավորելով Միացյալ Նահանգների բազաները արաբական երկրներում։ Երկու կողմերն էլ զորեր ունեն, եթե չեմ սխալվում, ամերիկյան կողմը 18 զինծառայող է կորցրել վերջին մի քանի շաբաթներում, իսկ իրանական կողմը 50-ից ավելի անձանց մասն է։ Այո, տարբեր տեղեկություններ կան, հետեւաբար եւ կարելի է ամենամեծ արձանագրումն անել, որ այդ փոխհմբռնման հուշագրով այդ հրադադարը որպես այդպեսին չի գործում։ Եվ անորոշ է թե երբ պետք է գործի, այսինքն երբ պետք է կողմերը ի վերջո բանակցային սեղանի շուրջ նստեն։ Ընդհանրապես պետք է ասել, որ այս գործողությունները որքան որ ամենօրյա ռեժիմով են տեղի ունենում, սակայն ես չէի անվանի սրանք լայնամասշտաբ գործողություններ, սրանք ավելի սահմանափակ, բայց կառավարելի, բայց միևնույն ժամանակ շատ թիրախային գործողություններ են երկուստեք, ավելի ճիշտ սրանք այս գործողությունները միտված են էապես թույլատնելու, չեզոքացնելու դիմացի կողմի ուժի ներուժը, ինչու՞ չէ նաև խոցելով նաև որոշակի ենթակառուցվածքներ։ Հետևաբար սա կառավարվող էսկալացիա է, որը կարող է իհարկե հեղի լինել նաև լայնամասշտաբ գործողություններ, որը մենք դեռևս ականատես չենք։ Այսինքն լայնամասշտաբի ռիսկեր կան ամեն դեպքում։ Իհարկե կան։ Իրական գիտեք նպատակներն էլ մի փոքր լղոզված են, ոչ հստակ են։ Պատերազմի, այսպես ասած, նպատակները, ռազմական գործողությունները ինչի են ձգտում կողմերը։ Դե տեսեք, նպատակը հիմնականում այն է, որ Միացյալ Նահանգների կողմից, այսինքն գալով Հորմուզի նեղություն, որտեղ գլխավոր գծիկը սա էր, այսինքն փոխհմբռնման հուշագրով միակ կետը, որը որ հստակ ինչ որ վիճակ է ենթադրում, որ կողմերը պետք է այդ հարցը լուծեին, խոսքը Հորմուզի նեղությունն էր, որը որ քայլ արվեց, փորձ կատարվեց այն վերադարձնել դրա կարգավիճակը նախապատերազմական իրավիճակին, սակայն հաշվի առնելով կողմերի միջև տարընթերցումները, դա նոր էսկալացիայի առիթ հանդիսացավ։ Ես չեմ բացառում, որ եթե Հորմուզի նեղուցի հարցը չլիներ, էսկալացիայի առիթը եւ նման ուժգնությամբ կամ արագության վերսկսումը գուցե չլիներ, որովհետև մյուս բոլոր հարցերը փոխհմբռնման հուշագրով կարևոր հարցերը վերապահվեցին եւ թողնվեցին հետոին 60 օրվա ժամկետով, որը որ կարող է երկարաձգվել։ Իրավիճակը կարծես պայթեց հենց Հորմուզի նեղուցի շուրջ, երբ որ սկսեցին փոքր քայլերով իրար թիրախավորել, ինչպես նաև Իրանը ըստ էության հավակնություն հայտարարեց վերահսկելու, ինչպես նաև տուրքեր գանձելու, մինչդեռ ամերիկյան կողմը դրա հետ համաձայն չի, նաև ծոցի երկրն է։ Սա է գլխավոր հարցադրումը նեղուցի շուրջ։ Սա է գլխավոր հարցադրումը, բայց ինչու հենց սա ստիպեց կողմերին ռազմական բախումների գնալ, որովհետև հենց Հորմուզի նեղուցն այս պահին պայմանավորում պատերազմում հաղթանակը, գլխավոր հաջողությունը եւ խաղակարտը ցույց տալու, որ մենք մեր կամքը պարտադրեցինք դիմացին, որովհետև որքան էլ որ ցուցադրական գավաթը, հա, Նաև, բայց դա ոչ պակաս կարևոր է, որովհետև եթե կողմերը նշեն այս կամ այն գործողությունները, որոնք քայլերում նրանք հաջողել են, բայց առանց Հորմուզի նեղուցում իրենց կամքը պարտադրելու, այդ ամենը թերի կլինի։ Եվ Հորմուզի նեղուցային թեման է, որը շատ այժմեական է, շոշափելի է եւ նա օրվա մեջ ազդում է համաշխարհային տնտեսության վրա, հաշվի առնելով թե ինչ նավթի հոսք կարող է տեղափոխվել խաղաղ պայմաններում նեղուցով եւ հենց այդ է պատճառը, որ նեղուցի հետ կապված այդ ռազմական էսկալացիան տրամաբանական թվաց, բայց գալով նպատակներին հետեւաբար այո, սա նպատակն է, բայց
Հասկանալի է, որ իրականում կողմերը այս հարվածների միջոցով փորձում են իրենց կամքը պարտադրել եւ իրենց դիրքերը ուժեղացնել բանակցային սեղանի համար, բայց դեռևս եւ Իրանի մոտեցումներն էլ նպատակն էլ հասկանալի այն առումով, որ նրանք հստակ ամրագրել են, որ ցանկում են Իրան վերահսկողություն սահմանել Հորմուզի նեղուցով, որը որ անընդունելի է հավաքական արևմուտքի, այդ թվում Միացյալ Նահանգների համար, իսկ Միացյալ Նահանգների երկրների, որոնք կապացան մեջ կգտնվեն Իրանից, ամբողջ նավթի արդյունաբերումը։ Իդեպ շատերը մոռացել են միգուցե թե ինչից է սկսվել այս ռազմական գործողությունը, անցյալ տարի էլ կար Իրանի միջուկային ծրագիր, չէ՞։ Բոլորը մոռացել են թե ինչի համար է։ Ինչ են հավաքվել, հա, եւ տրանսֆորմացվեց Հորմուզի նեղուցի շուրջ, հա, վերահսկողությամբ նավթի գներն են տեսնում ենք ինչքան էսկալացիան աճում է, բարձրանում են, իսկ երևի պետք է բաժանում անել ռազմավարական խնդրեմ, որը ամերիկյան կողմը հավարում է եւ Իրանի նկատմամբ պատժամիջոցներ տասնամյակներ շարունակ կիրառվել են միջուկային գործարքի կամ ծրագրերի շուրջ պատճառաբանություններով եւ այսպես մարտավարական հարց Հորմուզի նեղուց, հա, ով է բան անելու, այդտեղ վերահսկել։ Եթե այստեղ երկրորդ խնդրեմը լուծում գտնի ինչ որ, արդյոք կա հավանական։ Այո, ռազմավարական հարցում կա որոշակի փոխհմբռնում, այդ փոխհմբռնման հուշագիրը տալիս է այդ հարցերի պատասխանները։ Չեմ կարծում իրականում, որովհետև այս բոլոր հարցերը միմյանց հետ փոխկապակցված են։ Շատ ճիշտ նշեցիք, որ բոլորը հիմա մոռացել են եւ չեն խոսում միջուկային ծրագրի հետ կապված, որը որ շատ մեծ խնդիր էր երկար տարիների վեր երկու կողմի համար, բայց արիուտես որ պատերազմ ցակած եւ պատերազմում խաղաղար դարձած Հորմուզի ընթացիկ, հա, պատերազմի հետևանքով առաջացած գործոնը դառնում է առանցքային երկուստեք բանակցություններում։ Ընդհանրապես փոխհմբռնման հուշագրում փաստացի սա հաշվի առնելով այն տարիների վեր կուտակված խնդիրը, որոնց մասին դուք նշեցիք միջուկային հարց եւ այլն, փորձեր հենց այդ կատարվել, որ լուծեին ընթացիկ խնդիրը, որ երկուսի համար էլ զգայուն էր, խոսքը Հորմուզի նեղուցի մասին էր, բայց պարզվեց, որ այդ ընթացիկ խնդիրը այդքան էլ ընթացիկ չէ, դա շատ կարևոր եւ արմատական խնդիր է։ Ինչու՞ վերեցին նոր ռազմավարական խնդիր։ Եվ Իրանը իր համաստացել է նոր ռազմավարական գործիք։ Եվ ես նշելով, թե չեմ կարծում, որ եթե Հորմուզի նեղուցի շուրջ ինչ որ չափով համաձայնություն լինի, կլուծվեն այլ խնդիրները, որովհետեւ Հորմուզի նեղուցից է ի վերջո նաև կախված լինելու Իրանի դիրքորոշումը, այն ավելի կարծրացած է լինելու Իրանի միջուկային հարցով, թե չէ։ Ինչ է ստանալու եւ ինչ է զիջելու, որովհետեւ միջուկային հարցով Իրանը ի վերջո պետք է զիջի, որովհետեւ այն ուրանի հարստացումը, որ Իրան ունի, Իրանն էլ է սկզբունքորեն կողմ դրան, սակայն ինչ հակված է, բայց ինչ պայմաններով։ Այդ դա կարող է ցույց տալ, թե Հորմուզի նեղուցում դիցոք Իրանը ինչպես է իրեն դրսևորում, ինչ քաղաքական լծակներ եւ ազդեցություն է հասնում։ Դրա համար այս ամբողջը նաեւ իրավիճակը Լիբանանում եւ այլ բազմաթիվ շերտեր, սրանք շատ փոխկապակցված են եւ երկու երկրների միջև խնդիրներն այնքան բազմաշերտ են եւ բազմակողմանի, որ մի օջախում կրակի մարումը կարող է առաջացնել այլ օջախում կրակի առաջացմանը եւ այլն։ Այսինքն շատ փոխկապակցված գործընթացներ են։ Շատ լավ, Հորմուզի նշանակությունն էլ հասկանանք, հեռուստադիտողներին բացատրենք, ինչ է դա։ Ինչ խնդրեմ է, հա։ Տեսեք, Հորմուզի նեղուցը ինքը նեղուցը ջրային անցում է, որը որ խաղաղ պայմաններով անցնում է համաշխարհային նավթի առևտրի մատակարարումների 20%-ը։ Այսինքն բոլոր արաբական երկրները, չէ, արաբական երկրներ ասելիս առաջին հերթին նկատի ունենք նավթով հարուստ արաբական ծոցի երկրները, Պարսից ծոցի արաբական երկրները եւ այդ թվում Իրանը իրենց նավթը խաղաղ պայմաններում արտահանում էին Հորմուզի նեղուցով, որը որ ազատ էր նավարկության համար։ Եվ հենց դա է խնդիրը, որ հիմա Իրանը նշում է, որ այդ բոլոր նավերը պետք է անցնեն իր վերահսկողության ներքո։ Իսկ մյուս կողմերը նշում են, որ դա այն պետք է վերադառնա նախապատերազմական իրավիճակին։ Եվ դա կազմում է համաշխարհային նավթի եւ նաեւ հեղուկ գազի, որովհետեւ Քաթարը դրա հիմնական մատակարարողներից է, համաշխարհային նավթագազային առևտրի 20%-ը, համաշխարհային դա շատ լուրջ թիվ է։ Այսինքն բոլոր այդ արաբական երկրները, կրկնեմ այդ թվում Իրանը, իրենց միջոցով էին արտահանում եւ Իրանը
գտնվելով պատժամիջոցների տակ իր նավթի 80% ուղղում էր Չինաստան։ Այսինքն սրանք շատ այսինքն Չինաստանը շատ մեծ կրող է այդ նավթի, այսինքն ստացող է Ճապոնիան, Հարավային Կորեան հաշվի առնելով թե նրանք ինչ արդյունաբերական եւ կախված են տեխնոլոգիաներից։ Այդ բոլորը շատ մեծ կախված են Հորմուզի նեղուցից, որտեղ բոլոր արաբական երկրները եւ ծոցի երկրները ունեն իրենց թիրախային կետերը, երկրները, թե որտեղ են հասցնում այդ իրենց նավթամթերքը։ Հիմա Հորմուզի նեղուցով եւ հասկանալի է, որ եթե Հորմուզի նեղուցով այդ կապը խցանվում է, ապա նավերը ինչպես տեսնում ենք պատերազմում ինքը կամ սահմանափակումներով է անցնում կամ ընդհանրապես նավթ չի մատակարարվում եւ դրա վտանգված է անցնում։ Այո, եւ լինում է որ բաց է լինում, բայց չեն գնում, որովհետեւ այդ տանկերները վախենում են, այո։ Ընդհանրապես հա վախենում են խոցվելուց, այս կամ այն կողմից դիցուք դե։ Եվ ստացվում է որ նավթի ճգնաժամը կարող է առաջացնել։ Հիմա հարցն այն է, որ այս ճգնաժամը փաստի առջև կանգնեցրեց նույն արաբական երկրներին։ Հայ Իրանը հասկանալի է, Իրանը ինքը նույնպես դուժեց Հորմուզի նեղուցը փակելով, սակայն սա այն քայլն էր, որ այդ բարձր գինը, որ նա դիմեց ինչ որտեղ հակակշռելու Միացյալ Նահանգների գործողություններին։ Ատոմային զենք ձեռք բերեց բանակցություններով։ Այո, դրա համար ինքը պակաս առնվազն պակաս կարևոր թեմա չէ Հորմուզի նեղուցը Իրանի համար, քան միջկայինը։ Դրա համար է պայմանավորված Իրանի այդ նման կոշտ դիրքորոշումը Հորմուզի նեղուցը։ Խաղաքարտ բառը օգտագործեցին, կնեք, տեսեք, Իրանը պատրաստ է այդ խաղաքարտը վաճառքի դնել որոշակի օգուտների դիմաց։ Պատժամիջոցների տակ է Իրանի նավթագազային սեկտորը, ինքը պահանջում էր ամերիկյան կողմից միլիարդներ ներդրումներ անել պատերազմների հետևանքները մեղմացնելու, տնտեսության աջակցելու ինչ-որ ներդրումներ անել, դա իրեն պետք է ձեր գնահատմամբ ռազմավարական հեռանկարում այդ գործիքը ունենալու, թե այսպես բանակցություններում ռացիոնալ եւ առևտրային տրամաբանությամբ է նաեւ հիմա պայքարում Հորմուզի համար։ Ինձ թվում է առաջինը քաղաքական կշռի տարածաշրջանում կայուն դերակատարման համար, որովհետև Հորմուզի նեղուցում գերակայությունը Իրանի տեսանկյունից Թեհրանին կտա կոնկրետ աշխարհաքաղաքական կամ տարածաշրջանային գերակայություն ոչ միայն Միացյալ Նահանգների նկատմամբ Միացյալ Նահանգների առաջին հերթին դաշնակիցների նկատմամբ խոսքը արաբական երկրների մասին է, որոնք որ նրանք դա հասկանում են, չէ՞։ Ովքեր։ Արաբական երկրները։ Իհարկե, դրա համար նրանք ամենքե փորձում են ճնշել իրենց կողմից նրանք դրա համար այս պատերազմի ամենա կորուստ ունեցող կողմերից մեկը ինձ արաբական երկրներն են, որոնց որ գլխավոր բանը ակտիվը, որը նավթի արտահանումներ, գաղտնիք չէ, այդ ուղին խցանվեց առնվազն եւ հիմա նրանք այլընտրանքային ուղիներ են փնտրում, որի մասին նույնպես կարելի է խոսել, թե ինչ ուղիներ են փնտրում։ Դա ցամաքային ուղիներն են, հա։ Ցամաքային եւ ծովային։ Հետեւաբար Հորմուզի նեղուցը առաջին հերթին իսկ դիտարկեմ աշխարհաքաղաքական որպես ազդեցության գործիք, որը որ անթույլատրելի է Միացյալ Նահանգների դաշնակիցների, բնականաբար նաեւ Միացյալ Նահանգների համար, որովհետեւ դա նաեւ հեղինակության հարց է եւ ընդհանրապես հետո որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ շատ ազատ անցում կարող է ապահովել, այսինքն Իրանը ապահովելու է գործիք է ունենալու այդ հատվածում։ Էլ չասած, որ արաբական երկրները ոչ միայն խնդրահարույց են դրա համար, որ նրանք Միացյալ Նահանգների հակառակորդի պես Իրանի տեսանկյունից դաշնակիցներ են, այլ նաև տարածաշրջանային մրցակիցներ են հենց իրենցով Իրանի համար։ Հետևաբար Իրանի համար սա կարևոր գործիք է։ Այսինքն պատրաստ չի զիջել որևէ իհարկե, դրա համար ենք բենեֆիտի դիմաց։ Ես չեմ կարծում եւ դրա համար ենք որ նշում որ սա նոր միջուկային ծրագիր է ստացել է խաղաքարտ ասելով հենց սա նկատի ունենք որ սա իր նշանակությամբ եթե չի գերազանցում ապա հաստատ չի զիջում Իրանի միջուկային հարցին հենց սա նկատի ունենք այսինքն Իրանը փորձում է այս խաղաքարտը փորձել գործիքայնացնել։ Միջուկային նոր խաղաքարտ, այսպես։ Ծրագրի այ նոր խաղաքարտ, որը որ ինքը շոշափելի է, սրա առավելությունը Իրանի տեսանկյունից այն է, որ ինքը շոշափելի է, այսինքն։ Եվ գործնականում որ իրապես մեծ կարևորություն ունի Հորմուզը ստացվում է, այսինքն ինքը արդեն կյանքում ցույց տվեց, որ լիքը պետություններ կախման մեջ են գտնվում։ Կախման մեջ են, բոլորը ցանկանում են այդ խնդիրը թնջուկը լուծել, չգիտեմ,
Ռուսաստանից, Չինաստանից, Միացյալ Նահանգներով վերջացած, այսինքն բոլորը ցանկանում են այդ խնդիրը, բոլորը հայտարարություններով են հանդես գալիս, որտեղ սա համաշխարհային նշանակության անցում է, որը որ այս կամ այն չափով փաստորեն առնչվում է բոլոր գերտերությունների շահերին, տնտեսական շահերին։ Եվ հետեւաբար սա է։ Հիմա կարծիքներ կան այն մասին, որ Միացյալ Նահանգները փորձում է Հորմուզի նեղուցը Իրանի համար քաղաքական առավելությունից վերածել քաղաքական բեռի, հաշվի առնելով թե բոլոր երկրների դժգոհությունները, որոնք որ կարող են առաջանալ այս Հորմուզի նեղուցի փակման հետևանքով։ Սա կարծում եմ, որ քննարկման առիթ է եւ ի վերջո, բայց դա բոլոր դեպքերում ժամանակը ցույց կտա։ Բայց հաշվի առնելով Հորմուզի նեղուցի ճգնաժամը, արաբական երկրները զրկված լինելով իրենց ապահով ուղուց, նրանք այլընտրանքային ճանապարհներ են փնտրում։ Դուք նշեցիք ցամաքային ուղու մասին, այո, օրինակ եղանին Սաուդյան Արաբիան Թուրք է տալիս իր արևելք-արևմուտք նավթամուղին, որը որ խաղաղ պայմաններում այնքան էլ երկրորդական դերակատարում ուներ, հաշվի առնելով, որ Հորմուզի նեղուցով ավելի հեշտ եւ ավելի կարճ է արտաքին շուկանին արևելք արտահանելը նավթ, հիմա իր նավթը շուրջ 2000 կիլոմետր երկարությամբ նավթամուղով անցկացնում է դեպի Կարմիր ծով եւ Կարմիր ծովով Եմենով փորձում է շրջանցելով Հորմուզը արտահանել արտաքին շուկա, սա Սաուդյան Արաբիայի մասով, բայց այստեղ հետ կա մեկ այլ խնդիր, այն է, որ այստեղ գործ ունենք Բաբ el-Մանդեբ նեղուցի հետ, մեկ այլ միջին արևելքի շնչուղիներից մեկի հետ, որը որ շատ կարևոր նշանակություն ունի, որովհետև Բաբ el-Մանդեբը ոչ միայն Կարմիր ծովի դարպասն է, նաև Սուեզի ջրանցքի պայմանականորեն հարավային դարպասն է, այն նաև կապում է Եվրոպան համաշխարհային շուկային, հենց Սուեզի ջրանցքով է անցնում, Կարմիր ծովով, Բաբ el-Մանդեբով։ Հիմա իսկ Բաբ el-Մանդեբը փաստացի վերահսկվում է Եմենի հութիների կողմից, որոնք որ Իրանի հովանավորյալ ուժերն են։ Հետևաբար, ես որ ասում եմ լայնամասշտաբ գործողության չի ասել, լայնամասշտաբ գործողության վկայություններից մեկը կարող է լինել Բաբ el-Մանդեբի արգելափակումը։ Եթե այստեղ էլ բռնկումը։ Այո, ի դեպ որի նախադրյալները կան, որովհետև հութիները վերջին շրջանում երկու տանկեր են։ Այո, ռազմական գործողությունների մեջ էին սաուդական կողմի հետ, հասկանում ենք արդեն թե սաուդական կողմի համար Հորմուզի նեղուցի արգելափակման ինչ նշանակություն է ստանում Բաբ el-Մանդեբը, միակ կյանքի ճանապարհն է մեծ հաշվով, եւ դեռևս այդ էմբարգոն գործում է սաուդական տանկերների վրա, բայց նրանք եւ նաեւ իրանական կողմը քանիսը սպառնացել են, որ կարող է նաեւ ամերիկյան գործողությունները դրդել Բաբ el-Մանդեբի լիակատար շրջափակմանը, որը որ չգիտեմ դրանով առնվազն համաշխարհային նավթի 25%-ի մատակարարումները կընդհատվեն։ 20%-ը բաժին է հասնում Հորմուզի նեղուցին, 5%-ը դեռ մինչև իրանական պատերազմը, մինչև ճգնաժամային իրավիճակը։ Իմ մտքում երկու հարց կա։ Եկեք որոշենք միասին, որ ուղղությամբ գնանք։ Մեկը ԱՄՆ-Իրան այս պատերազմական իրավիճակի ազդեցությունը Թրամփի ուղի ծրագրի վրա, երկրորդը Իրանի ներսում ինչ է տեղի ունենում, շատերը հիշում են այն կոտորածը, որ ամիսներ առաջ տեղի ունեցավ, ներքաղաքական ցնցումները, լավ, քանի որ արդեն երկրորդ հարցը ձևակերպում եմ, դրանով շարունակենք կգանք Թրամփի ուղուն, արդյոք հանգիստ է ներսում, արդյոք նոր կառավարիչները Իրանի, թե հոգևոր առաջնորդը, թե աշխարհիկ այն մարդիկ, ովքեր եկան փոխարինելու սպանված եւ Իսրայելի ԱՄՆ-ի կողմից ֆիզիկապես ոչնչացված նախորդ ղեկավարներին հիմա կարող են ունենալ ապահովության զգացողություն, որովհետև նաև ամերիկա-իսրայելական կողմը ցույց է տվել, որ ունակ է վերացնել այն առաջնորդներին, ում հետ լեզու չի գտնում, այսպես ասեմ, շատ դաժան է հնչում, բայց մենք դա տեսել ենք եւ տեսել ենք ոչ միայն Իրանի պարագայում, այլև Հեզբոլլահի, չգիտեմ, եւ բոլոր նրանց հակառակորդների պարագայում։ Ինչ ունեք այստեղ։ Տեսեք, ձեր հարցը ես երկու ենթաբաժնի կվերածեի, այն կառավարող օղակի մասին եւ նաեւ հասարակության իհարկե տրամադրությունների մասին, որոշ մասին իհարկե շատ չգիտենք, բայց հաշվի առնելով թե ինչ կարելի է ենթադրել զարգացումներից, ընդհանրապես կարելի ասել, որ այն վերնախավին, որ փոխարինեցին նոր վերնախավի կամ ուժեր, խոսքը ԻՀՊԿ-ի մասին է, այսինքն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, ուժային բլոկը համարվում է, որ պատերազմի հետևանքով հենց այդ ուժն է
դարձել իշխող իշխանական հիերարխիայում, հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգների դեմ պատերազմը մղում էր ԻՀՊԿ-ի ուժերը եւ հենց ԻՀՊԿ-ն էր կանգնած եւ մինչև հիմա այդ ռազմական գործողությունների ավանգարդում առաջամարտիկը նրա ուժերն են եւ նրա ուժերի դեմ էին հիմնականում, հետեւաբար քանի դեռ ցամաքային գործողություններ չկա, հա, ԻՀՊԿ-ն է, հետեւաբար այն հիմնական իշխող ուժն է, այսպես որոնք որ անմիջականորեն Իրանի հոգևոր առաջնորդի հետ ուղիղ փոխկապակցված ռազմական թևի մասին է, որը որ ունի իր բոլոր ստորաբաժանումները բանակին հատուկ, ծովային, օդային ուժեր եւ քաղաքացիական իշխանությունը կատարում է նրա հրահանգներ, թե հստակ չի կարելի ասել, որովհետեւ մենք տեսնում ենք, որ կառավարությունը նույնպես ակտիվ է Մասուդ Փեզեշքյանի գլխավորությամբ եւ նաեւ շատ ակտիվ է Իրանի արտգործնախարարը, բայց ուժային դասավորվածության տեսանկյունից ազդեցիկության ընդունված է կարծել, որ հենց ԻՀՊԿ-ն է նշածս պատճառների հետևանքով ավելի մեծ ազդեցություն սարմատական է դարձնում Իրանի տեսակետը ընդհանրապես։ Գիտեք, չի ասի, մի փոքր հենց էս շատ պարադոքսալ իրավիճակ է, որ չհնչեցնել միանշանակ կարծիք, չնայած դա ամենահեշտ բանն է, ինչու, որովհետև հիմա տեսեք, օրինակով բերեմ, որպեսզի հասկանալի լինի։ Օրինակ հիմա Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, որի մասին մենք ձեզ հետ խոսել ենք, հիմա ինքը խորհրդանի նախագահն է, բայց նա ի վերջո ԻՀՊԿ-ի գեներալ է եղել եւ նա ԻՀՊԿ է, ինչպես ասում են, իր կոչմով հիմա եւ արմատական հայացքներից է, դիրքերից է նա հանդես եկել, դեմ լինելով մի շարք հնարավոր բանակցությունների, որոնք որ նախկինում Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև ձեռք էին բերվում կամ ձեռք բերվելու ճանապարհին էին, հա, դիցուկոնակ 2015-ի միջուկային գործարքը։ Հիմա այդ նույն մարդը բանակցում է եւ ավելին Իրանի բանակցային թիմի գլխավոր դեմքն է, գլխավոր ներկայ բանակցողն է Միացյալ Նահանգների հետ կապված։ Ինչպես դա հասկանալ։ Այսինքն ստացվում է, որ նա ունենալով նման թվում էր թե արմատական դիրքեր, բայց նա հիմա հակված է բանակցելու եւ բնականաբար իր թիմն էլ երկրի ներսում ստանում է բնականաբար քննադատություններ, որ պետք չէ բանակցել, սա պարտության թուղթ է, խոսքը փոխհմբռնման հուշագրի մասին է, դե բանակցողներն էլ ասում են, որ չնայած որ Միացյալ Նահանգները խախտում է այս կետերը, չի ապավինում այդ բանակցային կետերին, այնուամենայնիվ դա մեզ համար կարևոր է եւ դա հաջողություն է։ Հետևաբար եթե հաջողություն չներկայացնեն, ապա ինչու են այդ թուղթը ստորագրել, չէ՞։ Այսինքն ոչ միանշանակ է, այսինքն ասել թե այդ գործիչների կառավարմամբ, ներկայությամբ, ներգրավմամբ անմիջական ավելի արմատական է դարձնում Իրանի կառավարող ուժը, պաշտոնական թե Իրանի դիրքորոշումը, այդքան էլ միանշանակ չէ։ Բայց դե կան տարբեր, կարող են լինել տարբեր սցենարներ, կախված ռազմական գործողությունների ելքից, թե ինչի շուրջ ի վերջո կարող են պայմանավորվել կողմերը, թե չէ։ Ինչ վերաբերում է երկրորդ մասին, այսինքն այն դժգոհությունները ձեր նշած եւ նաեւ ցույցերը, որ եղան հունվարին, եւ որոնք որ սպառնում էին շատերի կարծիքով փորձագետներ նշում էին, որ վտանգված էր իշխող վարչակազմը, այդ ցույցերի հետևանքով ներկայում նման զարգացումներ չեն նկատվում, դա բնականաբար չի նշանակում, որ Իրանում խնդիրները պակասել են։ Ուղղակի պատերազմի սկսումից ի վեր ես նաեւ հոդվածով հանդես եկա, մատնանշելով մի քանի 3 սցենարներ եւ սցենարներից մեկը այն էր, որ հնարավոր է որ պատերազմը համախմբի Իրանի տարբեր հասարակության շերտերին եւ սա ավելի գուցե նաեւ կկարծրացնի կամ կամրապնդի իշխող ուժի անկախ նրանից թե որ կառավարող օղակն է գերակա իր դիրքերը։ Հիմա մենք տեսնում ենք, որ հետևելով այս զարգացումները մենք տեսնում ենք, որ համենայն դեպս նման պատկեր ենք ստանում, բայց գիտեք ինչ, ճգնաժամի պայմաններում, այսինքն կառավարող ուժը միշտ էլ կարող է բախվել մարտահրավերների, կախված թե նրանից թե ինչ գործարքի կազմեն Միացյալ Նահանգների հետ, որովհետև Իրանը տնտեսական տեսանկյունից բավական խոցելի երկիր է եւ ի վերջո այդ ցույցերը հենց տնտեսական հողի վրա են, այլ ոչ թե կարծում եմ ինքնանպատակ էր թոթափելու իսլամական վարչակազմը, այսինքն տնտեսական հողի վրա առաջացած իրական խնդիրներ էր։ Հետևաբար ժամանակը ցույց կտա, թե Իրանը ինչպես դուրս կգա պատերազմից կամ առասա կողմերը դուրս կգան պատերազմից, թե չէ, խնդիրները ինչ լուծում կստանան կամ չեն ստանա, հետո նոր իշխող ուժը ինչ վերափոխումների կդիմի ըստ այդ արդյունքների կամ չի դիմի, հետո արդեն կստանանք այդ։ Հորմուզը կարևոր խաղաքարտ է, բայց նաև ամերիկա-իսրայելական կողմերը, ասենք, առնվազն նրա
թվական հոսքերից դատելով ունեն այդ մահակը, չէ, ֆիզիկական ոչնչացման, այսպես առաջնորդների Իրանի, թե կարծում եք դա այսպես մեկ գործողության ակցիա էր, որը եղավ եւ այս առաջնորդների Դե տեսեք, հաշվի առնելով թե ինչ եղավ, իրականում ստացվեց, որ առաջի երկրորդ վերնախավի մարդիկ, որոնք որ սպանվեցին հարձակումների հետևանքով, Իրանի վարչակազմը դրանից չփլուզվեց։ Հետևաբար Իրանը ունի դիմադրողականություն այդ առումով եւ գործընթացներն էլ ցույց տվեցին, որ բազմաթիվ խնդիրներով ներքաղաքական, միջուժային, որոնց մասին շատերը նշում են, այդ խնդիրներով հանդերձ բացառեն Իրանը պատրաստվել էր պատերազմի։ Եթե չպատրաստվեր պատերազմի, բնականաբար այդ առաջի երկրորդ էշելոնի դեմքերի սպանությունից հետո, որոնք որ տասնյակից ավելին են, հա, ամբողջ, այսինքն դրան նաև կարելի է գումարել 2025 թվականի հարձակումները, այդտեղ էլ բավական մի շարք առանցքային դեմքեր սպանվեցին։ Հետևաբար Իրանի վարչակազմը եւ կառավարող ուժը որպես էպսին էականորեն չփլուզվեց, էական փոփոխությունների չընթարկվեց եւ սա ցույց է տալիս, որ այդ դիմադրողականությունը ունի։ Հիմա այդ է հարցը, որ նպատակների մասին մենք խոսեցինք, հիմա եթե առաջին պատերազմի ժամանակահատվածում մի քանի նպատակներ էին նախանշվում Միացյալ Նահանգների եւ մասնավորապես Իսրայելի կողմից ընդհանուր իսլամական վարչակազմի փոփոխության, հիմա այս գործողությունները ցույց տվեցին եւ նաեւ ընթացիկ գործողությունները, որ սրանով դժվար իսլամական վարչակազմը փլուզվի։ Հետևաբար ո՞րն է հիմնական նպատակը՝ Հորմուզի նեղուցում թույլ չտալ Իրանի գերակայությունը, արդյոք սա մարտավարական նպատակ է թե ռազմավարական, հա։ Թրամփի ուղով ի վերջո ներողություն Իրանում էլ են նշում նույն Ջավադ Զարիֆը, Իրանի արտգործնախարարը, որ ավելի նախկին նախարարը, որ ավելի բարեփոխական հայացքներ ունի եւ շատ է քարկոծվել դրա համար, նա նույնպես նշել է, որ այս հարվածներով դժվար թե Միացյալ Նահանգները հասնի նման ելքի։ Շատ վերջին շրջանում գործնական որոշակի զարգացումներ կան Թրամփի ուղու շուրջ, ոչ միայն ամերիկյան կազմակերպությունը այստեղ տեղանքը ուսումնասիրելու, այլև Հայաստանի Հանրապետությունը վավերացրեց ԱՄՆ-ի հետ, հա, կառավարության մակարդակով այդ համաձայնագիրը, արդյոք խնդիրներ չեն առաջանա Իրանի կողմից, թե Իրանը հայկական կողմին հաջողվել է Իրանին համոզել, որ սա ամերիկյան ուժային ներկայություն չէ, որ Իրանն էլ կարող է օգուտներ ունենալ, օրինակ երկաթուղային կապ Հայաստանի տարածքով, ինչ եք դուք տեսնում այս մասով։ Տեսեք, կամ վերջից հաշվի առնելով այն արդյոք Իրանը համոզվել է կամ մենք համոզել ենք թե չէ, կարծում եմ, որ հաշվի առնելով Իրանի կարևորությունը Հայաստանի համար, բնականաբար նաև Միացյալ Նահանգների, ապա Հայաստանը պետք է եւ նաև բացահայտված նշել է, որ անդադ դիվանագիտական կոնսուլտացիաների մեջ են իրանական կողմի հետ եւ նաև ակտիվ շփումների ընթացքում են կողմերը փոխանակվել մտքերով։ Իհարկե համոզում եղել է, բայց այդ համոզումները հաշվի առնելով Իրանի շահերը, Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը եւ նաև պատերազմը, բնականաբար այս համոզումները միանգամյա չեն կարող լինել, հետեւաբար սա պարբերական գործընթաց է ենթադրում Իրանի մտահոգությունները, այսինքն Իրանի մտահոգությունները կարծում եմ, որ միշտ են լինելու, խոսքը ոչ միայն Թրամփի ուղու վերաբերյալ է, այլ նրա հարակից ցանկացած տարածաշրջանում ինչ որ նոր զարգացումների մասով, լինի ասենք Ադրբեջանը, Թուրքմենստանը, Աֆղանստանը, մանավանդ այս պատերազմի իրավիճակում, հա։ Ի վերջո մենք տեսանք, որ Ղարաբաղյան պատերազմից հետո Իրանի ագրեսիվ կամ կոշտ արձագանքը միջանցք բացելու քայլերին ուղղված, դա դրա վառ արտահայտումներից մեկն էր, այսինքն Իրանը շատ զգայուն գտնվեց հասկանալով նաև իր քաղաքական կորուստները, կարծում եմ նա շատ զգայուն էր իր հարակից տարածաշրջաներում նոր պարտադրվող կամ նոր զարգացումների վերաբերյալ։ Հետևաբար Իրանի զգայունությունը լինի այս կամ այն երկիրը դրանից չի կորելու, այդ թվում նաև Թրամփի ուղու շուրջ եւ սա նշում եմ նրա համար, որ մեր կողմից մշտապես պետք է արվեն խորհրդակցություններ եւ կարծում եմ, որ կարվեն, որովհետեւ հարցը շատ զգայուն է։ Ինչ վերաբերում է Թրամփի ուղու հեռանկարի մասին, եթե անկեղծ ես թե դա վտանգի տակ կլինի, չէ՞, դա է։ Այո, ըստ էության իրագործելիության մասն է։ Իրագործելիության մասին ես դեռ շատ վաղ եմ համարում, որ Իրան
Միացյալ Նահանգները այս պատերազմի ազդեցությունը կապենք Թրամփի ուղու վրա, կարծում եմ իսկապես վաղ է դրա մասին խոսելը։ Պետք է մտածել, բայց պետք է նկատի ունենալ, գիտություն ընդունել, նման հավանական սցենարներից մեկն է, թե ինչպես, բայց դա ցույց կտա, թե իրավիճակը կողմերի միջև տվյալ իրավիճակում Եվ դա ինչ խաղակարգ կարող է լինել իրար հետ հարաբերություններում, հա։ Դա կախված է լինելու, թե նախ իրենց հարցերը ինչպես են լուծելու, կարգավորվելու է, պատերազմը ընդհանրապես ձգձգվելու է, թե ինչ-որ համաձայնության են հասնելու, բայց ինչու եմ ավելորդ համարում, որովհետև հաշվի առնելով մտքում ունենալով բնականաբար այդ հեռանկարը, մենք պետք է շարժվենք կարճ կտրվածքով կամ ներկա իրավիճակում, իսկ ներկա իրավիճակը հուշում է, որ Միացյալ Նահանգները ընդհանրապես դա հաշվի առնելով նաև իր մասշտաբները եւ հավակնությունները, շահերը եւ նաև այո, նա այնպես չի, որ այն պետություն է, որ մխրճվելով մեկ ներքաշված լինելով մեկ կամ մի քանի կոնֆլիկտներում, ապա միանգամից իր ուշադրությունը պիտի միայն այդ ուղղության վրա լինի, մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները նաև ուշադրություն է դարձնում եւ ամենևին հետ քայլ չի կատարել ավելի ինչպես դուք նշեցիք բանակցությունները շարունակվում են հանդիպումները Թրամփի ուղու շուրջ եւ այսինքն ելնելով այն ամենից ինչ ունենք բոլոր պայմանավորվածությունները կարելի է ասել շարունակվում են այլ հարց որ անկախ նրանից Իրано-ամերիկյան պատերազմից Թրամփի ուղին եւ ընդհանրապես հարավային Կովկասը քանի որ շատ է նշում որ նոր իրավիճակ է ստեղծվել հարավային Կովկասում միանշանակ համաձայն ենք որ այսինքն անկախ ամենից նոր իրավիճակ է ստեղծվել նոր հնարավորություններով, նոր մարտահրավերներով եւ այստեղ ստեղծվել է կոմունիկացիաների համատեքստում նոր մրցակցային դաշտ բոլորի համար։ Այսինքն բոլորը ցանկանում են, որ իր երկրով անցնող կոմունիկացիան լինի առաջատարը։ Բնական մրցակցություն լինի Հայաստան Իրանի դեպքում, Հայաստան Վրաստանի դեպքում, Հայաստան Թուրքիա, Իրան Թուրքիա եւ այլն։ Սա համահավասար ինչ որ բան է։ Բնականաբար եւ այս նոր ստեղծված իրավիճակում բոլորը փորձելու են հնարավորինս օգտվել եւ այնպես չէ որ նույն թրիփը չի կարող ինչ որտեղ նաեւ համապատասխանել Իրանի շահերին, եթե կոմունիկացիաների ապաշրջափակման պարագայում դիցոք եթե բացվում են բոլոր կոմունիկացիաները, Իրանը նույնպես իր հնարավորությունը կարող է ստանալ Նախիջևանի Հայաստանի տարածքով, Նախիջևանի եւ Հայաստանի տարածքով անցում ապահովելու Թուրքիա եւ այլ տարածքներ։ Սա տեսականորեն։ Տևաբար սա նաև նոր մրցակցային դաշտ է ապահովում բոլոր երկրների համար։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալություն։ Factor TV-ում հյուրընկալել ենք Գեորգի Միրզաբեկյանին։